Մարտի 1-ից պոլիկլինիկաներում մի շարք ծառայություններ վճարովի կդառնան։ Յուրաքանչյուր լաբորատոր կամ գործիքային հետազոտության համար քաղաքացիները ստիպված կլինեն վճարել 500-ից 1000 դրամ, եթե իհարկե սոցիալապես անապահով կամ այլ հատուկ խմբերում ընդգրկված չեն։ Առողջապահության նախարարության ֆինանսատնտեսական բաժնի պետ Կարլեն Անտոնյանն ասում է, որ այս նոր կարգը դեռ չի տարածվի մարզային պոլիկլինիկաների վրա եւ կգործի միայն Երևանում։ Սա շատ սիմվոլիկ համավճար է։ Մենք չենք մտածում, թե ցուցուկունի մենք դրան պատրաստ չենք ցանկություն ունենք դրան եւ դրա համար մարզերում չենք կիրառում սկզբնական շրջանում կիրառենք այն բանից հետո եթե դրա դրական արդյունքը կունենանք եւ դրա անհրաժեշտությունը կառաջանա։ Իսկ դրական արդյունքին ինչ է կազմակերպում։ Եթե մենք փորձում ենք հիվանդանոցային ծառայություններ համավճար դնելով ստվերի դեմ պայքարել այնտեղ եւ լուրջ գումարներ ներգրավել, այստեղ հիմնական նպատակը նա է, որպեսզի կարողանանք բուժանձնակազմի խրախուսման միջոցով, որովհետև այս ստացված գումարների 50%-ից ոչ պակասը պետք է վճարի բուժանձնակազմը որպես աշխատավարձ։ Փորձում ենք, որ բուժանձնակազմի խրախուսման միջոցով կարողանանք հիվանդներին բնակչության ուղղորդել դեպի առաջնային օղակ։ Մեզ հետ զրուցած քաղաքացիները սակայն այս վճարումները սիմվոլիկ չեն համարում։ Ասում են, եթե մի քանի հետազոտության կարիք ունենան, առնվազն 3-ից 5000 դրամ պետք է վճարեն։ Սա պաշտոնապես, բայց ոչ պաշտոնական վճարումները դեռ չեն վերացել ու ստացվում է, որ հիվանդը կրկնակի է վճարելու։ Միայն անալիզները տալուց մենք փող չենք տալիս, ուրեմն ստացվում է, որ անգամ անալիզները նույնիսկ դառնում են փողը։ Ինչ արած, այսպիսի երկիր է, որտեղ չկա արդյունաբերություն, չկա միտք, ոչինչ չկա, բացի նայից, որ հարկերի միջոցով պետք է բյուջեն լցնել։ Նայում ենք, որ 4 կողմը հարկեր են, ոչինչ չկա։ Հիվանդ մարդ եմ, ես որ պոլիկլինիկայում վճարով եղա, ոնց են գնալու մենք պոլիկլինիկա։ Նախնդե շատ վատ են սպասարկում, ամենավատ բժիշկն են նայում։ Հիմա էլ որ վճարով եղավ, դե ասա գնանք մեռնենք, էլի մենք։ Մեծ մարդ ենք, մեծացել ենք, ոչ խիղճ ունի, ոչ ես էլ եմ հիվանդ, չեմ կամ ոտներից։ Ասում են շատ չեք թանկացնում, ամեն անալիզի համար 500-ից 1000 դրամ։ Բա այդ քիչ է, հա։ Ես լոտո եմ ծախում 20 դրամ եմ աշխատում, այդ 1000 դրամ որտեղ է ստանում։ Մարտի 1-ից նաև հղիները, ովքեր բարդություններ կունենան ու հիվանդանոցում պարկելու կարիք, բուժ հիմնարկում անցկացրած յուրաքանչյուր օրվա համար 5000 դրամ պետք է վճարեն։ Եվ եթե պոլիկլինիկական մի շարք ծառայություններ վճարովի դարձնելով փորձում են նաև բարձրացնել բուժ աշխատողների աշխատավարձը, ապա հղիների համար համավճար սահմանելով առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի խոսքերով առաջին հերթին փորձելու են ստվերի դեմ պայքարել։ Այս մասին նշելով նախարարը մի օրինակ է բերում ու ասում, որ հղիության 22 շաբաթականում տեղի ունեցած վիժման համար պետությունը ավելի շատ գումար է փոխանցում հիվանդանոցին, քան օրինակ 19 շաբաթականի դեպքում։ Այս սողանցքները փորձում են օգտագործել բուժ հիմնարկները, ասում են նա։ Հիմա ինչպես անեմ, որ այս խախտումը վերացնեմ։ Մեկն է նա, որ ձեռքս խփեմ, ասեմ հրաման եմ տալի, ով sense խախտում արեց, ուրեմն գործից կհեռացնեմ, էլի կգա ինձ մասնագիտորեն կհամոզի, որ այ 22 շաբաթական էր, 23 շաբաթական էր, ոչ թե 21 էր, ինքը 2 շաբաթ սխալվելու իրավունք ունի։ Բայց ինչ անեմ, որ իմ ստատիստիկան իրական լինի, ուրեմն ես այս երկուսի գները պետք է նույնականացնեմ։ Փաստորեն այս խախտումների դեմ փորձում են պայքարել հղիների վճարած գումարների հաշվին, ասում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը ու նշում, որ ժողովրդագրական լուրջ խնդիր ունեցող երկրի համար այս քայլը անթույլատրելի է եւ առհասարակ նա կարծում է, որ այս կերպ պետությունը պարզապես մտնում է քաղաքացիների գրպանները։ Բայց դուք հաշվի առեք, որ ամեն մի երեխան շատ թանկ է այսօր մեզ համար։ Եվ իսկապես պետք է դողալ ամեն մի երեխայի համար եւ հա լրացուցիչ բյուջեից է գումար տվեք, ինչ է եղել։ Սա է հերթական, գիտեք ոնց է, պատճառաբանությունն է, առիթ է, ման գալիս, որպեսզի այ մեր քաղաքացիներից գրպանը մտներ, ոնց որ կենսաթոշակայինը, ոնց որ գազի գնի բարձրացումը, էլեկտրոէներգիայի բարձրացումը, ման են գալիս տեղեր, որտեղից որ չեն վերցել։